Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով դադարեցնում են Green Card-ի խաղարկության ծրագիրը։ Թրամփի որոշման մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Աղմկահարույց որոշման պատճառը Բրաունի համալսարանում տեղի ունեցած ողբերգությունն է։ Green Card-ով ԱՄՆ-ում հաստատված պորտուգալացի հերաձիգը սպանել էր 1 տասնյակ մարդու, 60 հոգու վիրավորել։ Այս ողբերգությունը Թրամփի համբերության բաժակը լցրել է, նշում են վերլուծաբանները, հիշեցնում, որ Թրամփը միշտ է դժգոհ եղել ԱՄՆ ներգաղթի քաղաքականությունից եւ վիզաների խաղարկության ծրագրերից։ Երբ նոյեմբերին Աֆղանստանի մի քաղաքացի նույնականացվեց որպես ազգային գվարդիայի անդամների վրա մահացու հարձակման հեղինակ, Թրամփի վարչակազմը խիստ սահմանափակումներ մտցրեց Աֆղանստանից եւ այլ երկրներից ներգաղթի նկատմամբ։ 2025 թվականին Green Card-ի վիճակախաղի համար դիմել է մոտ 20 միլիոն մարդ, ընտրվել է ավելի քան 131 հազարը։ Ըստ ծրագրի ամեն տարի վիճակախաղով տրամադրվում է մինչև 50,000 Green Card այն երկրների քաղաքացիներին, որոնք քիչ են ներկայացված ԱՄՆ-ում։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահանջով անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին ազատելու համար։ Ինստիտուտը կոչ է անում պատանդներին վերադարձնել մինչև հունվարի 6-ը հայ առաքելական եկեղեցու Սուրբ Ծննդյան տոնը։ Նամակում Թրամփին հիշեցնում են իր նախընտրական խոստումը պաշտպանել հայ քրիստոնյաներին։ Կազմակերպությունը նշում է, որ հայերի ազատումը կլինի Թրամփի մարդասիրական հաղթանակը եւ կուժեղացնի ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իսրայելի նկատմամբ։ Ըստ Լեմկինի ինստիտուտի, հայ գերիների ազատ արձակումը միակ քայլն է տարածաշրջանում իրական խաղաղություն հաստատելու համար։ Երևանի TV97 երթուղին սպասարկող Զոնգթոնգ մակնիշի ավտոբուսը հայտնվել է Նուբարաշենի ձորում, վարորդը վնասվածքներ է ստացել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով ժամը 22:15-ի սահմաններում ավտոբուսի վարորդը մեքենան կայանել է իջել սուրճ գնելու։ Քիչ անց նկատել է, որ ավտոբուսը հետընթաց շարժվում է դեպի ձորը, կոտրելով գազախողովակներ։ Փորձելով կանգնեցնել ավտոբուսը, ստացել է վնասվածքներ եւ հոսպիտալացվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, ներքին Դվին գյուղի վարչական տարածքում ՎԱԶ 2106 մակնիշի առանց համարենիչների ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված ՊԱԶ մակնիշի ավտոբուսին։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ տեղեկացրել էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի վերաբերյալ նոր լուրի մասին։ Նախարարը մասնավորապես մանրամասնել է, թե ինչպես է էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտան վերաբաշխվելու դիլերներից ի օգուտ ֆիզիկական եւ ոչ դիլեր իրավաբանական անձանց։ Այն քանակը, որը կմնա դիլերների քվոտայից, դա մենք կվերաբաշխենք ուրեմն ֆիզիկական անձանց եւ իրավաբանական անձանց միջև, որոնք որ 5000 քվոտայից հետո ստիպված են եղել վճարել մաքսատուր։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Օրիոլ, Տոլյատի եւ Դոնի Ռոստով քաղաքներին։ Հարվածների հետևանքով որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 94 անօդաչու սարք են ոչնչացրել, որոնցից 36-ը միայն Ռոստովի մարզում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ երկիրն արդեն հակաօդային պաշտպանության որոշ համակարգերի համար հրթիռներ չունի։ Նա դժգոհել է, որ առանց Եվրոպական միության նոր ֆինանսավորման անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կնվազի, ինչի հետևանքով Ռուսաստանը մեծ առավելություն կունենա այդ հարցում։ ԱՄՆ-ն մեզ դեռ չի տեսնում ՆԱՏՕ-ում, ասել է Զելենսկին։ Հնարավոր է, որ ապագայում դիրքորոշումը փոխվի, գուցե ինչ-որ մեկը հասկանա, որ ուկրաինական ուժեղ բանակն ամրապնդում է ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե հակառակը։ Ուկրաինայի նախագահը նաև շեշտել է, որ իրենք ցանկանում են, որ ռուսական սառեցված ակտիվները բանակցային գործընթացի մաս չլինեն։ Եվրամիության առաջնորդները 16 ժամ քննարկումներից հետո այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային ֆինանսավորելու հարցի շուրջ։ Փոխարենը Եվրամիությունը որոշել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկ տալ 2026-27 թվականների համար։ Եվրոառաջնորդները դեռ չգիտեն, թե որտեղից են վերցնելու այդ գումարը, ենթադրվում է, որ դա կլինի կապիտալի շուկաներից ներգրավված փոխառությունների հաշվին։ Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան չեն միացել Ուկրաինային ֆինանսավորելու որոշմանը եւ ազատվել են ֆինանսական պարտավորությունից։
Եվրամիության մայրաքաղաքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները ստիպել են եվրոպական առաջնորդներին գնալ զիջումների։ Հազարավոր ֆերմերների բուռն բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, տվել են առաջին քաղաքական արդյունքը։ 10,000 ֆերմեր Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Իտալիայից մոտ 1000 տրակտորներով կատվածահար են արել Բրյուսելի երթևեկությունը։ Իրավիճակը կտրուկ սրվել է Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարները հրդեհել են անվադողեր և ծղոտի լեզեր։ Ոստիկանությունը ստիպված է եղել փողոց անել ջրցան մեքենաներ, արդյունքաբեր գազ բաց թողնել։ Ֆերմերների գլխավոր պահանջը կատարվել է, Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել է Հարավային Ամերիկայի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հետաձգման մասին։ Ֆերմերները պնդում են, որ Բրազիլիայից և Արգենտինայից էժան ու ցածրորակ մսի ներկրումը կկործանի եվրոպական գյուղատնտեսությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հստակ հասկացրել են, որ առանց տեղական արտադրողի շահերը հաշվի առնելու գործարքը չի ստորագրվի։ Բացի առևտրային գործարքից, լարվածության պատճառ է դարձել նաև Եվրամիության 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը։ Ֆերմերները զայրացել են նախատեսվող 90 միլիարդ եվրոյի սուբսիդիաների կրճատման և կանաչ գործարքի խիստ սահմանափակումների պատճառով, որոնք թանկացնում են արտադրությունը։ Թեև այս պահին Բրյուսելում իրավիճակը հանդարտվել է, ֆերմերային միությունները զգուշացրել են, որ սև սուրբ ծնունդ կկազմակերպեն և կփակեն խոշոր մայրուղիները տոների նախաշեմին, եթե Եվրամիությունը չվերանայի բյուջետային քաղաքականությունը։ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի տարածաշրջանային օդանավակայանում Քեսնա 550 մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Վթարի հետևանքով կա 7 զոհ, որոնց թվում են եղել NASCAR ավտոմրցարշավի նախկին վարորդ Գրեգ Բիֆլը և իր ընտանիքը։ Լուրը հայտնել է ավտոմրցարշավային կազմակերպությունը։ Լեհաստանում Նոան 2-0 հաշվով պարտվել է Կիևի Դինամոյին, սակայն նվաճել անցումային փլեյօֆի ուղեգիր, դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը կոնֆերենցիաների լիգայում դուրս է եկել Եվրագավաթային այս մրցաշարի փլեյօֆ փուլ։ Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շնորհավորել է թիմին պատմական նվաճման համար։